Բարի օր, այսօր կխոսենք գիտության, մասնավորապես աստղագիտության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Միքայելյան, տարին մոտենում է ավարտին, ինչպիսին էր այն Բյուրականի աստղադիտարանի համար։ Տարին ամփոփելով կարող եմ ասել, որ ամենաակտիվ տարիներից մեկն էր։ Մեր մոտ միշտ ակտիվ է, այսպես մի քիչ ինքնագովազդով եթե զբաղվենք, բայց իրոք մենք սովորական գիտական աշխատանքից բացի Բյուրականի աստղադիտարանը որպես ինստիտուտ, որպես հիմնարկություն շատ մեծ գործունեություն է ծավալում, մասնավորապես գիտաժողովներ միջազգային, բազմաթիվ հյուրեր են գալիս, մերոնք են գնում գործողումների, մասնակցում են միջազգային աստղագիտական բոլոր իրադարձություններին, կյանքին։ Այս տարվա իրադարձությունից հատկապես կնշեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացված կոնֆերանսը միջազգային, որտեղ բազմաթիվ երկրներից բազմաթիվ մասնակիցներ կային եւ քննարկվում էր Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգության հարցը, այդպես էր թեման։ Սա մեր երկրորդն էր, արդեն մի անգամ էինք նման բան կազմակերպել։ Դե դիմում ենք սովորաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավանություն է տալիս, այնպես չէ որ ցանկացած մեկը կարող է նման բան անցկացնել եւ դա մեծ պատիվ է, որ մեզ վստահեցին երկրորդ անգամ։ Այնուհետև մենք արդեն շարք ենք ստեղծել, կարծես ժամանակակից ոգով աստղագիտության եւ համակարգչային գիտության համատեղ թեմաները քննարկող մի ոլորտ, որը մենք կոչել ենք աստղագիտական շրջայություններ եւ մեծ տվյալներ։ Դե հիմա գիտեք համակարգչային գիտության մեջ մեծ տվյալների դարաշրջան է եւ իհարկե ամենաշատը մեծ տվյալները գալիս են հենց տիեզերքից։ Բնականաբար բոլոր մարդիկ էլ կհասկանան, որ տիեզերքից ավելի շատ տվյալներ կան, քան ամբողջ երկրի վրա վերցած բոլոր ոլորտներում։ Եվ պարզապես նախկինում այդ տվյալները մեզ հասանելի չէին, մենք այդքան հնարավորություններ չունեինք, որ այդ բոլորը դիտեինք, բերեինք, մշակեինք։ Դրա համար մի քիչ ավելի սովորական էր ընկալվում աստղագիտությունը, կարծես որպես սովորական գիտություն։ Այսօր աստղագիտությունը դառել է մի գիտություն, որը բոլոր գիտությունների համար տվյալներ է մատակարարում տիեզերքից, որոնք զարգացնում են թե ֆիզիկան, թե քիմիան, թե կենսաբանությունը, թե երկրաբանությունը, բոլոր բնական հատկապես գիտությունները միանշանակ, ինչու՞ չէ նաև որոշ հումանիտար գիտություններ։ Եվ այդ մեր երրորդ գիտաժողովն էր արդեն Բյուրականի աստղադիտարանը կարծես դառել է առաջատար այդ ոլորտի, առաջատարներից մեկը, այսպես ասեմ, եւ էլի շատ կարևոր մասնագետներ եկել էին վիրտուալ աստղադիտարների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, աստղաինֆորմատիկայի ներկայացուցիչներ, աստղագիտական մեծ նախագծերի շրջայությունների ղեկավարներ նույնպես եկել էին, դա էլ սեպտեմբեր ամսին էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ին հոկտեմբեր ամսին էր։ Հետո մենք ունենք ավանդական հայ-վրացական կոլոկվիումների շարք, արդեն 17-րդն էր այս տարվանը, Համբարձումյանը եւ նրանց տնօրեն Խարաձեն էին հիմնադրել դեռ 1974 թվականին եւ շատ կանոնավոր կերպով անցկացնում էին, չնայած 90-ական թվականներին իհարկե արդեն կանոնավոր չէր, շատ դժվար տարիներ էին, հետո նույնիսկ մենք վերականգնեցինք մեր նախաձեռնությամբ, նրանք էլ վրացիներն էլ հավանություն տվեցին, միացան եւ մենք շարունակում ենք ամեն տարի մեկ Բյուրականում, մեկ Աբաստումանի աստղադիտարանում, Վրաստանի աստղադիտարն է այդպես կոչվում։ Դա էլ մայիսին էր եւ ունեցանք մեկն էլ նշեմ, որ շատ չերկարացնեմ այս թեման, մեկն էլ տարածաշրջանային աստղագիտական ամառային դպրոց ունեցանք երիտասարդ աստղագետների համար։ Քանի որ մենք տարածաշրջանային կենտրոն ենք հանդիսանում, արդեն այդ նույնպես ավանդույթ ենք դարձրել եւ գալիս են, բայց հետաքրքիր որ գալիս են ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլ թեկուզ ավելի հեռու երկրներից էլ դասախոսները ամբողջ աշխարհից էին, Միացյալ Նահանգներից սկսած վերջացրած Չինաստանով, այդպես ասած մեծ աշխարհագրություն էր։ Երիտասարդները ավելի շատ տարածաշրջանային երկրներից էին, բայց նաեւ մի քանիսը այլ։ Եվ դա էլ արդեն ուսումնական ծրագիր է, գիտակրթական ծրագիր է, որտեղ դասախոսները, հայտնի աստղագետները իրենց գիտելիքներն ու փորձն են տալիս երիտասարդներին։ Հասցրել եք նաև համաձայնագիր ստորագրել Իրանի եւ Չինաստանի հետ։ Այո, այս տարի մենք Իրանում կնքեցինք համաձայնագիր համագործակցության, իսկ այդ աստղագիտական շրջայությունների մեծ տվյալները գիտաժողովի ժամանակ Չինաստանի վիրտուալ աստղադիտարանի նախագահները այստեղ իր հետ կնքեցինք մեր վիրտուալ աստղադիտարանը եւ նրանց այդ երկու նախագծերը։
Տեսեք, Չինաստանը ակտիվորեն զբաղվում է աստղագիտությամբ, պլանավորում են 2030 թվականին բույսերի պլանտացիա ստեղծել լուսնի վրա, անգամ իրենք իրենց գիտնականը լուսնի վրա ջուր էին գտել։ Կա համագործակցություն այս առումով։ Տիեզերական ոլորտում իհարկե Հայաստանը դեռ տիեզերական պետություն չի կարելի անվանել, թեև փոքր փորձեր եղան, գիտեք, արբանյակներ բաց թողեցին, բայց դա դեռ շատ քիչ է, պետական մոտեցում է պետք, որ նախ ստեղծվի ինչ-որ մի մեծ կառույց, որը այդ ամբողջ համակարգի, առանցին փոքրիկ կառույցներ կան, օրինակ կա նաև Հայաստանի օդահայ գնացության, աերոնավտիկայի և տիեզերագնացության այդպիսի կազմակերպություն։ Եվ մի քանի նման բաներ կան, բայց չկա մի գլոբալ մոտեցում, որ նախ այդտեղ շատ մեծ գումարներ են պետք։ Ես չեմ էլ կարող հիմա վստահ լինել, որ առաջիկա տարիներին մենք լուրջ կարող ենք ոչ միայն Չինաստանի, այլ ընդհանրապես մրցակցության դիմանալ այդ ոլորտում։ Տիեզերական ծախսերը սովորաբար նույն բանի համար, ինչ որ արվում է երկրի վրա տիեզերքում նմանատիպ աշխատանք կամ նախագիծ իրականացնելու համար, տասնյակներով տարբեր են։ Օրինակ, տեսեք, համացություն բերեմ մեր 2.6 մետրանոց դիտակը, որ ունենք աստղետանում, եւ Hubble-ի 2.4 մետրանոց դիտակը, համարյա հավասար է, դեռ Hubble-ը մի քիչ էլ փոքր էր, բայց ուղիղ 50 անգամ գների մեջ տարբերություն կար։ Մերի տեղադրման ծախսերը բոլոր եւ Hubble-ի այդ պրոյեկտի իրականացման ծախսերը։ Այդքան մեծ բան է, իհարկե ապագան տիեզերքինն է, տիեզերական ուսումնասիրությունները ապագային, դա միանշանակ կարող եմ ասել, եւ բարձր նորից այստեղ առաջատարկել են գերտերությունները, որոշ երկրներ, տեսեք նույնիսկ Եվրոպայի զարգացած երկրները միավորվում են, որպեսզի կարողանան։ Դուք Չինաստանի օրինակը բերեցիք, շատ ճիշտ եք ասում, որովհետեւ Չինաստանը աշխարհի երկրորդ տնտեսություն ունի, Միացյալ Նահանգներն է, Չինաստանն է, իսկ եվրոպական նույնիսկ հզոր երկրներ, Գերմանիայի նման կամ մյուսները, Ֆրանսիա, Իտալիա եւ այլն, միավորվել են ստեղծել եվրոպական տիեզերական գործակալություն, որը թույլ է տալիս արդեն մոտավորապես հավասար հիմունքներով մրցակցել, ասենք, Միացյալ Նահանգների հետ։ Այլապես ամեն մի երկիր առանցին չէր կարողանա։ Նրանք իրենց տիեզերական գործակալություններ ունեն, ամեն մեկը Գերմանիան ունի, Միացյալ Թագավորություններ ունի, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ այլն, բայց նաեւ ունեն եվրոպական, որի մեջ այսօր 22 պետություն է, եւ այդ 22 պետությունը համատեղ դնելով գումարներ միասին կարողանում են մեծ տիեզերական ծրագրեր իրականացնել, այդ թվում եւ աստղագիտական։ Օրինակ հայտնի է, որ աստղագիտական լավագույն տիեզերական նախագծերը Միացյալ Նահանգների եւ եվրոպական տիեզերական գործակալության կողմից են։ Չինաստանը դեռ հետ է մնում այստեղ։ Չնայած Չինաստանի զարգացման տեմպերն են ֆանտաստիկ եւ շատ շուտով կարող ենք կանխագուշակել, որ Չինաստանը նույնպես կմտնի այս գեր, այսպես առաջատարների շարքը։ Հիմա լուսին կհասնեն չինացիները թե ամերիկացիները։ Նախ մի քիչ ասեմ այդ հայտարարությունները, այդ հավակնությունները, որ լինում են լուսնի, Մարսի, մի քիչ առաջ ընկած են միշտ, եթե որևէ մեկը թեկուզ հետին թվով հետևի նայի դեպի վերջին տարիները հետադարձ եւ տեսնի բոլոր հայտարարությունները ինչքան են իրականացել, միշտ ուշանում են։ Միշտ մի բան ասում են, հետո իրականում այդ տարի տեղի չի ունենում։ Վիճակագրորեն իհարկե ես մոտենում եմ, որտեղ մեկ դեպքում կարող է լինել ինչ-որ մի նախագիծ են ճիշտ ժամանակին իրացնեն, բայց միշտ հետաձգում են մի քանի անգամ եւ մի քիչ էլ սիրում են մարդիկ առաջընկած խոսել։ Օրինակ բերեմ, որ մի անգամ կանանյան կղզիներում հերթական Ստարմուս փառատոնի ժամանակ, իդեպ Ստարմուսին հայերը ծանոթ են, որտեղ մեր մոտ էլ եղավ, նախանցած տարի, չէ՞։ Իսկ դրանից առաջ կանանյան կղզիներում հավաքվել էին լուսնագնաց աստղագնացները, որոնք որ եղել էին լուսնի վրա։ Եվ այդպես պանելային քննարկում էր, հարցրեցին, երբ կլինի Մարսի պրոյեկտը, որտեղ անընդհատ խոսում է դրա մասին, որ կարծես առաջիկա տարիներին հեսա պետք է իրականանա, դա 19 թիվների դեպ։ Նրանք ասեցին ոչ շուտ, քան 49 թվից։ 49 թիվ է։ Թե ինչու, ասեն, որովհետև լուրջ այդպես խոշոր նախագծերի համար 30 տարի է պետք գոնե։ 19 թիվները իրանք այդպես գումարեցին մեխանիկորեն 30 տարի առնվազն։ Եվ ես որ հիմա նայում եմ օրինակ Hubble-ի տիեզերական դիտակի կամ Ջեյմս Վեբի կամ մեկ ուրիշ տիեզերական խոշոր նախագծի իրականացման ընթացքը, Hubble-ը սկսվել է 70-ականների կեսերից, գիտեք, նախագիծը։ Մենակ փաստաթղթերի փաթեթը մի քանի տարի է տևում, մինչև այդ քննարկում են, հաստատում են
միջև վազնաժողովներ են աշխատում տարբեր, թիմ է ստեղծվում, մի խոսքով այդ ամբողջը անելու համար տարիներ են պետք, դա այդպես միանգամից իրականացվող չի։ Չնայած մի բացառություն կա, դա Իլոն Մասկն է, նա մի քիչ խախտել է բոլոր կարծրատիպերը, որոշ ծրագրեր Իլոն Մասկի իրականացրած իսկապես ֆանտաստիկայի ժանրից են, այսինքն բոլոր ժամկետները խախտելով, այդպիսի ժամկետներում նախկինում չէին աշխատում։ Այսինքն, հիմա եթե շատ կոպիտ ասեմ, գուցե ֆինանսներն են ամեն ինչ թելադրում։ Շատ ֆինանս եթե տրամադրեն, շատ արագ կարող է իրականացնել մարդկանց մեծ աշխատանքի վճարեն, ասեն շատ արագ պետք է անեք այսինչ բանը։ Կարող է դրանից էլ կախված լինի, իհարկե, եթե սովորական տեմպերով են գնում, ասենք մարդիկ հանգիստ աշխատում են, լաբորատորիաներ են աշխատում, ֆինանսավորման հաստատելը, երբ որ կլինի, նոր դրանից հետո կարող է գոնե խոսել տարեթվի մասին։ Առաջը ոչ մի այդպիսի նախագիծ ֆինանսական կողմը հաստատված չէ, ինչ որ ասում ենք մարզ թռնենք կամ լուսին թռնենք, երբ որ կլինի կոնկրետ հաստատված նախագիծ, միանգամից կհայտարարեն, որ այսինչ նախագիծը արդեն սկսվել է գոնե, արդեն մարդիկ դե աշխատեն, չէ, եւ նյութական միջոցներ են պետք, դրա համար ֆինանսներ են պետք։ Դե Մասկը 2026 թվականին նախատեսում է ռոբոտներին ուղարկել, չէ՞, Մարս հետո նոր կմոտենան մարդիկ։ Իրենք ուրեմն կան նախագծեր, որոնք ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից են։ Ես մի ֆրանսիացի գոլեգա ունեի, Անտուան Լաբեյրի, որ իր ամբողջ կյանքում նախագծեր էր մշակում։ Այդպես է դրա նախագծերից ոչ մեկը չի իրականացել, տիեզերական նախագծեր, բայց դա հայտնի էր դրանով, որ ֆոտովածներ էր տպագրում, այսինչ նախագիծ, այնինչ նախագիծը, որ եկեք տիեզերական, չգիտեմ, մեծ բան էլեկտրակայան կառուցենք, լուսնի վրա, չգիտեմ, ինչ կայաններ կառուցենք, եւ հարց է այդ նախագիծը արդյոք կգնա շարունակություն կունենա թե ոչ։ Այնպես որ ձեր ասածն էլ այդ բանից է, որ ասում ենք 26 թվին ինչ-որ մի բան կոնկրետ այդպիսի հաստատված ծրագիր չկա։ Օրինակ աստղագիտության մեջ ես հստակ գիտեմ, որոնք են հաստատված, որտեղ ամբողջ այդ պլանը դրված է եւ անընդհատ քննարկումներով առաջ են գնում այդ բոլոր պետությունները, օրինակ եվրոպական տիեզերական գործակալության 22 պետությունը, եւ արդեն հստակ կա ծրագրեր տարբեր տեսակի տիեզերական աստղադիտակներ արձակելու, աշխատեցնելու, լուսնի վրա էլ կա իմիջիայինի ծրագիր, բայց դա մոտավորապես մինչև 40 թիվը պլանավորած տարբեր բաներ կան։ Այդպես է մեր մոտ ընդունված մի գոնե մի 15 տարի առաջ, երբեմն նույնիսկ մինչև 30 տարի առաջ հասնող ծրագրեր կան։ Որոշ աստղագետներ կարծում են, որ պետք է ստեղծել քարանձավագետ ռոբոտներ, ուղարկել Մարս, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն, եւ ասում են, որ այդ ռոբոտները կարող են բացահայտել հնարավոր կյանքի առկայությունը Մարսի վրա, դա հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Հնարավոր է, նորից ես իրացման տևողության մասին չեմ խոսի, որովհետեւ ոչ ոք դա դեռ չգիտի ինչքան կտևի, բայց իհարկե ռոբոտները շատ մեծ դեր կխաղան ապագայում, որտեղ մարդու առողջությունը, մարդու օրգանիզմը չի կարող ապահովել այդ աշխատանքը, գործունեությունը, այնտեղ ռոբոտները կաշխատեն։ Իսկ այն, որ մեր բոլոր հարևան մոլորակները, ինչպես եւ մեր արբանյակը լուսինը, մեծ հարստություն են պարունակում, դա միանշանակ։ Օրինակ, կա այդպիսի գնահատական, որ երկրի վրա մոտավորապես մինչև 50-60 թվականները այս տարի բոլոր հանքերը սպառվելու են։ Մենք այլևս հանածոներ, բնական հանածոներ չենք ունենալու երկրի վրա։ Իհարկե այստեղ մի քանի այլընտրանքային լուծումներ կան, գուցե լրիվ այլ աղբյուրների միջոցով դրանք կփոխարինեն, մեզ պետք չէ այլևս բնական հանածոներ հայթայթել եւ էներգետիկ տեսակետից եւ մյուս բոլոր տեսակետից, բայց կարող է մի ալտերնատիվան էլ լինի այլ մոլորակներից այստեղ բերել։ Դա էլ իհարկե ահռելի ծախսերի հետ է կապված, որտեղ նույնիսկ 1 կիլոգրամ ավել տանելը կամ բերելը տիեզերական նավում դա արդեն հազարավոր դոլարների հետ է կապված։ Դրա համար երևի լսել եք, որ տիեզերագնացները, տիեզերական թռիչքների ժամանակ նվազագույնի են հասցնում բոլոր բաները, ասենց ամենայն գրամների ճշտությամբ հաշվարկում են ինչ լինի, հետները ինչպեսն են, որ ամենաթեթևը լինի։ Դե կարողեն, որ աստերոիդները գան ընկնեն, որովհետև ասում են, չէ, ոսկի պլատին են պարունակում։ Այո, աստղակերպի, ես վերջերս հենց կարդացի հերթական էլի հաշվարկ մեկ արել էր, ասում աստղակերպների հնարավոր է մեկ աստղակերպի վրա նույնիսկ ավելի շատ հայտնաբեր ենք մենք ծանր մետաղներ, այդ թվում եւ թանկարժեք մետաղներ, ավելի շատ քան ամբողջ մարդկությունը հայտարարել է իր ամբողջ պատմության ընթացքում, այս դարերի կամ չգիտեմ հազարամյակների ընթացքում։ Մեկ աստերոիդ կարող է շատ պարունակի, քան այդ ամեն ինչը։ Մենք էլ չգիտեմ, մարդկությունն էլ ոսկու տենդը ժամանակ մտել էր
100 քանի տարի առաջ այդ տերմինը, բայց հիմա էլ է ոսկու տենդ։ Մարդիկ, չգիտեմ, ես օրինակ ոչ մի չեմ հասկանում երևի թանկարժեք մետաղներից, թե ինչի են։ Հա, նրանք լավ հատկություններ ունեն, հասկանալ է ինչի են դրանք դառել թանկարժեք, ոչ թե որ մենակ փայլ ունեն կան, ինչ են նրանք իսկապես շատ ավելի ուժեղ ֆիզիկական հատկությունների հիմա վրա հիմնված այդ բանը արժեքը։ Բայց միևնույն է, մարդկանց մոտ դա շատ սուբյեկտիվ մոտեցում է։ Եվ չգիտեմ, ես ապագայում շարունակվելու է դա թե ոչ, օրինակ ոսկու նկատմամբ այդ ուժեղ բանը կարևորելը։ Բայց ճիշտ եք ասում, եւ լուսնի վրա էլ հնարավոր են լինել, ինչու՞ միայն աստերոիդների։ Ուղղակի փաստ է, որ աստերոիդների վրա շատ տարօրինակ քիմիական բաղադրություն կա աստերոիդների մեջ։ Եվ այն ինչ որ կարողացել ենք արդեն գնահատել ուսումնասիրել, թեկուզ այն փոքր երկնակարեր, որ եկել են երկրի վրա, իրականում շատ են երկնակարեր ընկել եւ եթե վերցնենք պատմական այսպես երկնակարերը, եղել են նաեւ շատ խոշորները, որոնցից մեկը օրինակ վարկածներից մեկն է, որ պայմանավորել է դինոզավրների վերացում այդ հարվածի արդյունքում։ Իհարկե ուրիշ վարկածներ էլ կան, չեմ ուզում պնդել, որ միակը սա է, բայց մեքսիկական ծոցում մի այդպես աստերոիդի հետքը կա, որ ենթադրում է, որ դա 65 միլիոն տարի առաջ, որ հարվածել է երկրին ու վերացրել է դինոզավրներին։ Ընդհանրապես ուսումնասիրված են նույնիսկ մինչև 1 միլիարդ կամ 1.5 միլիարդ տարի դեպի հետ այդ ժամանակաշրջանների ընկած աստերոիդները։ Մի քանի ձևով են դա ուսումնասիրում եւ տարեգրում, օրինակ ասենք այդ խառնարանը, որ ստեղծում են նրանք, կորոզիայի է ենթարկվում եւ մոտավորապես այդ տեսքից գնահատում են, թե դա երբվա ընկած աստերոիդ է։ Օրինակ ասենք ամենախոշորը դրանցից հարավային Աֆրիկայում է գտնվում, ամենախոշոր խառնարանը երկրի վրա որ կա, իդեպ չշփոթել հրաբխային խառնարանների հետ երկրի վրա երկու տեսակ խառնարաններ կան, երկնակարային եւ հրաբխային։ Հրաբուխը դե մեր մոտից է, իսկ երկնակարը դրսից եկածների արդյունքն է, հարվածների արդյունքն է։ Նույնը ինչ որ լուսնի վրա ենք տեսնում, բազմաթիվ խառնարաններ, այնտեղ մթնոլորտ չկա, դրա համար այնտեղ ավելի ցայտուն կերպով այդ խառնարանների հետքերը հարվածների հետքերը լավ տեսնում ենք։ Իսկ երկրի վրա օրինակ ասում կա այդպիսի հարավային Աֆրիկայում ամենամեծ խառնարանը, որ արտաքին տեսքից ոչ ոք չի նույնիսկ նկատի, որ դա խառնարան է, որովհետև շատ վաղուցվա է, որոշները կան, որ 100 միլիոն, ասենք 400 միլիոն տարի են գնահատում, թե երբ է ընկել երկրի վրա։ Բայց ընդհանուր առմամբ 180 այդպիսի խառնարան կա երկրի վրա հաշված, որ հայտնաբերել են երկրաբանները հիմնականում, բայց հետո հասկացել են, որ դա տիեզերական խառնարաններ են։ Բայց ինչու են աշխարհի վերջը միշտ կապում աստերոիդների հետ։ Դե, գիտեք, դրանք շատ խոշոր աղետներ են, տիեզերական աղետները իսկապես շատ խոշոր են։ Երկրի վրա ինչքան էլ ատոմային ռումբ պայթացնենք, նույնիսկ ամբողջ կուտակած ատոմային զենքը, որ հիմա կա միջուկային զենքը բոլոր պետությունների, մի աստերոիդ կարող ավելի ուժեղ վնաս հասցնի, քան այդ ամբողջը միասին վերցրած։ Թեև ստեղ տարբեր էֆեկտներ կան, իհարկե նաև միայն ֆիզիկական հարվածը չի, բայց նրանց մոտ էլ իդեպ երկնակարի հարվածից էլ միայն ֆիզիկական հարվածը չի, նաև մթնոլորտի աղտոտվածությունն է, քիմիական բաղադրության փոփոխությունն է, գիտեք անոմալիաներ, բաներ են, Տունգուսկայի օրինակ մեծիորիտի երկնակարի անկման վայրում բազմաթիվ անոմալիաներ են դիտվում, ինչ-որ խոշոր միջատներ, բուսականության, քիմիական բաղադրություններ լրիվ փոխվել եւ այլն, ուղղակի հավանականությունը բավական փոքր է խոշոր երկնակարի հարվածի, իհարկե աստղագետները ունեն նաեւ ծառայություն, անընդհատ հետևում են շրջակա բոլոր տիեզերական մարմիններին, շատ թե քիչ գոնե խոշոր, ու այսօր համարվում է, որ 100 մետր եւ ավելի մեծ տիեզերական մարմինները բոլորը հսկողության տակ են։ Եք ասեք ինչու 100 մետրից փոքրերը չեն անում, գիտեք ինչի, եթե ես մի հատ էսպիսի բան ասեմ, գուցե մի քիչ տպավորություն թողելու համար է նաև, եթե ամբողջ աշխարհի բնակչությունը դառնային աստղագետ եւ բոլոր երկրների բյուջեները միայն աստղագիտությանը տրամադրեին, էլի քիչ էր տիեզերքը ուսումնասիրելու համար։ Տիեզերքը ահռելի է ուղղակի մասշտաբներով եւ ինֆորմացիայի ծավալով։ Դրա համար ինչքան աստղագետ կա, նախ բոլորը այդ թեմայով չեն զբաղվում, բայց գոնե մեծ պետությունները ունեն նման թեմատիկա իրենց ուսումնասիրություններում եւ ուղղակի հաշվարկում են, հետեւում են, անընդհատ պետք է հետեւել, անընդհատ պետք է դիտումներ անել, որովհետեւ փոքր մարմինները մի այսպիսի սովորություն ունեն,
պատկերավորիչ ասեմ, այսպիսի բնավորություն են։ Իրենք անընդհատ շեղում են իրենց ուղեցրերը, իրենց հետագծերը։ Խոշոր մարմինները բավական կանոնավոր ձևով, իհարկե շատ չնչի փոփոխություններ նույնպես կան, լսած կլինեք, բայց օրինակ երկիրը պատտվում է արեգակի շուրջը, հազարավոր, տասնյակ հազարավոր, իսկ հարյուրավոր, հազարավոր տարիների մեջ մենք չենք զգալու, որ մի փոքր փոփոխություն կա կամ չկա։ Նույնը լուսինը երկրի շուրջը, բոլոր մեր իմացած մոլորակները խոշոր, նրանք շատ կանոնավոր պատտվում են, բայց փոքր մարմինները անընդհատ շարժվելով անգնում են այլ խոշոր մարմինների գրավիտացիոն դաշտերի ազդեցության տակ եւ կարող է մի փոքր շեղել։ Օրինակ այն աստերոիդը, որ կգա դեպի երկիր, օրինակ թեկուզ Ապոֆիսը, նա դեռ այս պահի հաշվարկներով չի հարվածելու, կողքից է անցնելու։ Նրա հարվածելու հավանականությունը 4% է գնահատվում, որովհետեւ շեղումներ հնարավոր են, ոչ ոք չի կարող վստահ ասել, որ հենց այս գծով կանցնի ինքը։ Բայց նույնիսկ եթե կողքով անցնի, տեսեք, երկիր մոլորակն է, եթե գազը կողքով անցնի, նա ուղի գծով չի կարող անցնել, որովհետեւ երկիրը գրավիտացիոն դաշտ ունի։ Այսինքն մի քիչ պիտի կորանա դեպի այս, երկիրը մի քիչ պիտի ձգի նրան։ Եթե բավական շատ մոտիկ ելներ, կգար կընկներ, այսպես։ Բայց արդեն կթեքվի կշեղվի նրա հետագիծը եւ հետո մյուս անցման ժամանակ արդեն կարող է գալ հարվածել։ Եվ այդպես են բոլոր փոքր տիեզերական մարմինները։ Դրա համար այդքան հեշտ չի այդ ամենը կանխագուշակել, իսկ փոքր մարմինները շատ են։ Ես որևէ թիվ էլ չեմ ասի, այստեղ միլիարդավոր ուղղակի կասեմ, կամ տրիլիարդավոր, մաթեմատիկայում ոչ բոլոր թվերը անուններ ունեն, շատ մեծ թվերի հետ ենք մենք այստեղ աշխատում։ Ինչքան մանր, այսպես ասեմ, օրինաչափություն այսպես է, ինչքան մանր, այնքան շատ։ Երկրի վրա էլ չէ, խոշոր քարերը քիչ են, բայց մանր քարեր միլիարդներով կան, որ նայում եք ինչքան փոքր, այնքան շատ։ Եվ կենդանիների մեջ նույնիսկ այդ օրինաչափությունը կա, ինչքան շատ օրինակ միջատները ինչքան շատ են, չէ՞, համատած կաթնասունների հետ կամ թռչունների։ Մի խոսքով, այս օրինաչափությունը իր բնության կողմից ամենտեղ կա, եւ դրա համար հավանականությունը եւ վտանգը այսպես համաչափ պետք է դիտարկել խոշորներից դեպի փոքրերը, խոշորները շատ հազվագյուտ են, կարող են ասենք միլիոն տարին մեկ բախվել երկրին, հիմա միլիոն տարի հետո չգիտեմ երկրի վրա ինչ կլինի, մենք նույնիսկ ամբողջ մարդկության պատմությունը ուսումնասիրում ենք կենդանական աշխարհի բան շատ քիչ մի քիչ բարձրակարգ վիճակի հասած մի քանի հարյուրավոր հազարավոր տարիներ են, իհարկե կյանքը երկրի վրա համարվում է, որ համարյա 4 միլիարդ տարի գոյություն ունի պրիմիտիվ վիճակներից սկսած, բայց ամեն դեպքում այդ միլիոն տարի հետո ոչ ոք չգիտի ինչ կլինի, որ հիմա իմաստը չունի միլիոն տարվա հետո որևէ բան պլանավորել, նույնիսկ 1000 տարի հետո չգիտենք ինչ է լինելու, իսկ մանրերը ավելի հաճախ են բախվում, ամեն օր մենք ունենք օրինակ ասուպը գիտեք ինչ է, ասուպը դա փոքր երկնակար, ընկնում է միլիմետրի չափերի, բարբարես բուն իմաստով ոչ ավելի մեծ, ընկնում են երկրի մթնոլորտ, այրվում են եւ այդպես ուժեղ հետքեր են, մի միլիմետրավոր չափի քարը այդպես հսկայական էֆեկտ է առաջացնում ընկնելով երկրի մթնոլորտ եւ երբ որ այդ քարերի խորշ է լինում, դա մենք ասուպային հոսքեր են կոչում կամ աստղաթափ են ասում, սովորական ժողովրդական լեզվով աստղային անձրև են ասում երբեմն, այդ ժամանակ բազմաթիվ այդպիսի հետքեր ենք տեսնում, ասուպը այդ հետքն է, երկնակար ինքը ֆիզիկական մարմինն է, իսկ ասուպը այդ հետքն է, որ մենք տեսնում ենք, այրման հետքն է, շատերին թվում է, թե եւ հին ժամանակներում այդպես էինք ասում, աստղ է ընկնում, ու դա ապացուցում է, որ իսկապես շատ են նրանք միլիարդներով մանր քարեր կան, բայց նրանք այդքան վնաս չեն տալիս, թեև օրինակ հիշենք Չելյաբինսկի նորից երկնակարը, տեսեք, ընդհանրապես նա մի փոքր մեծ էր, ու իհարկե նա կոտրվել էր, փշրվել էր, բայց հետին թվով հաշվարկներ էին արել, թե ինչքան կարող է նրա չափը եղած լինի, գոնե մթնոլորտ մտնելու պահին, ինչ որ տարբեր գնահատականներ էին, օրինակ 14 մետր է եղել դրամագիծը կամ նման մի բան, նույնիսկ ենթադրենք 20 մետր է եղել, 20 մետրն էլ չի կարող լուրջ վնաս հասցնել, բայց ամեն դեպքում պանիկա էր, եթե հիշում եք, որ այդտեղ բազմաթիվ շենքերի պատուհաններ էին փշրվել, էր ընդհանրապես ձայնային հարվածից։ Այսինքն այդ որ եկել ընկել է, այդ քարը երկնակարը ֆիզիկապես ոչ մի իր հարվածի արդյունքում ոչ մի վնաս չէր հասցրել, նույնիսկ այդ քարը չկար փշրվել էր, հիմա որոնումները ինչի անում այդ քարի կտորների եւ նույնը տումբուսկային է դեպ։ Շատ դեպքերում այսպես է կարող լինել։ Այսինքն եզրակացնենք, որ մի քանի տասնյակ մետր չափերը նույնիսկ դեռ երկրի համար այդպես սարսափելի վտանգ չեն ներկայացնում, նույնիսկ 100 մետրանոց
աստերոիդը կարող է լոկալ տեղական աղետ առաջացնել, բայց ոչ մասշտաբային, բայց ոչ ամբողջ երկրագնդի համար։ Օրինակ, եթե որևէ խոշոր քաղաքի վրա անկավ, այդ քաղաքից կարող բան չմնալ, բայց այդ մի քաղաք է ընդհանրապես, ամբողջ երկիրը չի կործանվի։ Վիճակագրորեն որ նայում ենք երկրի 3/4-ը քանի որ ջուր է, օվկիանոս է, ուրեմն ավելի հավանական է 3 անգամ ավելի հավանական է որ օվկիանոսի մեջ կընկնեն, քան ցամաքի վրա։ Ցամաքի վրա էլ բազմաթիվ այսպես ոչ բնակեցված, չբնակեցված վայրեր կան, այնպես որ քաղաքի վրա ընկնելու հավանականությունը շատ քիչ է։ Դրա համար, եթե հասանք հիմա մինչև 100 մետրին, այդ դրա համար հիմա վերադառնում են խոսքի, որ աստղագետները ունեն մանրակրկիտ դիտումներ եւ վիճակագրություն, ուսումնասիրություն 100 մետր եւ ավելի մեծ տիեզերական մարմինների։ Չի կարող որևէ 100 մետրից մեծ մարմին պատահական մեկ էլ հանկարծ գա մոտենա եւ մենք չի իմանանք։ Դրանք բոլորը բանի թիրախի տակ են։ Այդ Չելյաբինսկի մասին նորից ասեմ, ինչու չէին հայտնաբերել։ Նախ նա փոքր էր, աստղագետների համար փոքր էր, մեր ցանկի մեջ չէր մտնում, իսկ հետաքրքիրը ինչու չէին հայտնաբերել պաշտպանական միջոցներով, ռազմական, ասենք, պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի, որովհետև թեք էր եկել, այնց անկյան տակ էր եկել, նրանք երևի դիտում են sense մտածելով, որ ավելի վերևներից պիտի գա, ամենայնիվս դա նախազգուշացում էր, որ փաստորեն պաշտպանությունը այնքան էլ լավ չի, տիեզերքից եթե այդպիսի նման մի բան գա հարվածի, կարող է եւ չկարողանա դիմակայել։ Իսկ այդ ընթացքում կարող է շեղելու ուղղությունը։ Այո, իհարկե։ Նախ հայտնի ֆիլմ կա Արմագեդոն, որտեղ ուրեմն 3 տարբերակ կա, կամ պիտի փշրենք, վերացնենք, ոչ թե վերացնենք, այլ մանրակտորների վերացնենք, որոնք արդեն այդքան վտանգավոր չեն լինի երկրի համար, կամ փոքր հարվածներ կլինեն, կամ շեղել, եթե մարդու էներգետիկ բաներից է, հնարավորությունից է կախված մեկ էլ չափերից, ինչ կարող է անել ամեն աստերոիդի հետ։ Շեղելը իհարկե ինչ որ հարվածելու միջոցով, մեր միջուկային զենքով, թե ինչով եթե հարվածենք, մի փոքր շեղենք, էլի կարող է փրկել։ Ուրեմն հարվածի հետևանքները կախված են 3 գործոնից հիմնականում։ Մեկը չափերից կամ զանգվածից, սովորաբար ասենք խտությունները շատ չեն տարբերում, բայց կարող են նույնիսկ առանձին դիտարկել չափերը եւ զանգվածը, եթե ավելի խիտ է, նույն չափերի մեջ ավելի վնաս կհասցնի, ավելի մեծ զանգված կունենա։ Երկրորդը արագությունից, արագությունը շատ կարևոր է, օրինակ ավտոմեքենաների վթարի ժամանակ բնականաբար եթե թեթև արագությամբ են իրար բախվում, կարող ոչ մի լուրջ հետևանք չի, իսկ մեծ արագությամբ կարող են մարդիկ զոհվել եւ այլն։ Արագությունը շատ է եւ իհարկե բախման անկման անկյունից ուղիղ ճակատային անկումը ամենամեծ վնասներ է հասցնում, իսկ այսպես թեթև օրինակ եթե երկրագնդի նկատմամբ կա կողքանց այսպես հարվածի շոշափողով բնականաբար ամենաթեթև վնասը կհասցնի եւ համապատասխան միջանկյալ չափերը տարբեր անկյունների նույնն ավտոմեքենաներն իդեպելի ճակատային բախում ամենամեծ վնասն է, այսինքն կողքով որ խփեն կարող է մի քիչ վնասներ հասցնեն, բայց շատ բան չունի, լուրջ հետևանքներ չունի։ Այդ 3 գործոններ դրա համար տարբեր գնահատականներ պետք է տալ ելնելով այդ բոլորից չի կարելի ասել, որտեղ այս չափի այս կամ վնաս կհասցնի, կարող է չափի, բայց ավելի դանդաղ է համեմատաբար, ասենք, մեկ այլի համեմատ մեկ այլ աստերոիդի։ Մի քիչ տարբեր են, բայց հիմնականում դրանք կիլոմետրեր վայրկյաններում արագություններ ունեն, կիլոմետրեր մինչև 10 կիլոմետրեր։ Տիեզերական արագությունները այսպեսին են։ 1 կիլոմետր վայրկյանում արագությունը բնականաբար կարելի է հեշտ հաշվել, դա 3600 կիլոմետր ժամումն է։ Մենք կիլոմետր ժամերով ենք խոսում երկրի վրա, ավտոմեքենա քշողները լավ գիտեն, բայց 3600 կիլոմետր ժամ արագություն դժվար իրանք կարողանան ինչքան է սիրել մեծ արագություններ, նույնիսկ ֆորմուլա 1-ում այդպիսի արագություններ գոյություն չունեն։ Այնտեղ մի քանի 100 կիլոմետրերի է հասնում։ Ինքնաթիռների դեպքում, ռազմականների դեպքում հասնում է։ Քաղաքացիական ինքնաթիռները, եթե գիտեք, արագությունները հիմնականում 800-ից մինչև 900-850 կիլոմետր ժամարագությամբ են թռնում, իսկ մենք խոսում ենք տիեզերական արագությունների մասին, որոնք սկսվում են 1 կիլոմետր վայրկյան արագությունից, այսինքն երկնակարերը կարող են ունենալ մի քանի կիլոմետր վայրկյանում արագություն, մի քանի տասնյակ երկիր մոլորակը իր ուղեցրում արեգակի շուրջը շարժվում է մոտ 30 կիլոմետր վայրկյանում 29.8 իդեպ։ Միջամենակ, երբ որ մեր երկրի տարածքը միշտ 29.8 էինք ասում, չգիտեմ հիմա մի քիչ ուրիշ թվեր են ասում, բայց ճիշտ համեմատում էր իմիջիայլոց երկրի արագությանը։ Ես միշտ ծանոթ եմ, այսինքն ճշգրիտ համընկել է երկիրը իր ուղեցում 29 կիլոմետր վայրկյանում է,
շարժվում, իսկ Հայաստանի տարածքը 28000 կիլոմետր քառակուսի։ Ամեն ստեղծվել է մեզանից։ Տեսեք, նաև Վեներան է ուշադրության կենտրոնում աստղագետների 2027-28 թվականներին սկսել են ուսումնասիրել։ Հիմա մարդիկ ամեն կերպ փորձում են, եթե վտանգ սպառնա, փախչեն կամ Մարս կամ Վեներա, բայց կհասցնեն։ Վեներան ավելի քիչ է նպաստավոր կյանքի համար, այնտեղ նախ մթնոլորտը շատ այլ բաղադրություն ունի, մեզ համար թունավոր եւ շատ բարձր մթնոլորտային ճնշում կա։ Այնտեղ մոտ 90 անգամ ավելի մեծ է ճնշումը։ Վեներա ու պլյուս մի հատ էլ շատ ավելի մեծ է ջերմաշրջան, բարձր ջերմաշրջանը մոտ է արեգակին։ Չնայած Վեներան ավելի հարազատ մոլորակ է մեզ, քույր մոլորակ ոնց որ ունի, շատ նման է երկրագնդին, իր չափերով, խտությամբ եւ այլն։ Մարսը ավելի փոքր է, մթնոլորտ չունի, իր զանգվածի փոքր զանգվածի պատճառով չի կարող մթնոլորտ պահել, շատ նոսր մթնոլորտ է Մարսի վրա։ Եթե Մարսի վրա նույնիսկ մնակվեն մարդիկ, այնտեղ տաղավարներ պետք է սարքեն, մի թթվածին լցնեն մեջը կամ թթվածնային բալոններով անընդհատ դիքայլեն սկաֆանդրներով։ Բայց կան այդպիսի պրոյեկտներ, ֆիլմեր կան, ամենահեշտն է ֆիլմերով միանգամից կողմնորոշվել, թե ինչ է լինելու Մարսի վրա։ Իդեպ ֆանտաստիկ գրականությունը եւ ֆիլմերը այսօր շատ լավ ուղղորդում են, որտեվ ու իդեպ շատ գրողներ, հետաքրքիր ոնց որ կանխագուշակներ լինեին։ Ասենք Ժյուլ Վերնի գրածներից զգալի մասը հետո մարդկությունը հերթով սկսել է իրականացնել, կարծես այդպես էլ պետք է լիներ։ Ու թվում է թե այդ մարդիկ մի քիչ նույնիսկ ուղղորդել են, որ այդպիսի բաներ են առաջարկել, սկսած Սուզանավից վերջացած Չքնթարիչ Լուսին եւ այլն, Ժյուլ Վերնը եւ հետո մյուս 20-րդ դարի վերջում ֆանտաստ գրողներ հայտնվեցին, որոնց շատ բաներ դեր չեն իրականացել, գուցե եւ ապագայում դրանց էլ անդրադառնա մարդկությունը։ Իսկ մեր աստղագետները կարող են ընդգրկվել այդ խոշորագույն երկրները, հա, խոշոր երկրներ, որ ուսումնասիրություններ են կատարում, իրենց հետ նման ուսումնասիրություններ կատարել մեծ եւ ավելի գովազդված։ Կարող են ընդգրկվել, առանցին աստղագետներ միշտ կարող են, եթե գնան այնտեղ դիմեն աշխատանքի եւ ստանան այդ բանը, աշխատատեղը, իսկ աստղադիտարանը մեր կամ երկիրը կարող է մասնակցել, եթե իր ներդրումն ունենա, որտեղ բոլոր երկրներն այնտեղ անդամավճար են վճարում եւ դրանով է կուտակում իրենց բյուջեն։ Օրինակ եվրոպական տիեզերական գործակալության կամ աստղագիտության մեջ կա եվրոպական հարավային աստղադիտարան, որտեղ 14 եվրոպական պետություններ միավորվել են, Չիլիում են իրենց խոշոր դիտակները, եւ դա աշխարհի ամենախոշոր աստղագիտական կազմակերպությունն է, այսպես ասեմ, բոլոր տեսանկյուններից, ֆինանսականով աշխարհի աստղագիտությունը համակարգող կազմակերպություն, դա միջազգային աստղադիտական միություն է, բայց նա այդպիսի հնարավորություններ չունի։ Իսկ եվրոպական հարավային աստղադիտարանը 14 խոշորագույն եվրոպական պետություններ են, ամենամեծ բյուջե ունեցող, եւ միավորել են իրենք այդպիսի 8 մետրանոց դիտակներ ունեն 4 հատ, հիմա կառուցում են 39 մետրանոց աստղադիտակ Չիլիում նույնպես պետք է լինի, միլիմետրանոց տիրույթում Ալման ամենամեծ այսպես սարքավորումը, որ կա գիտության մեջ, այնտեղ նույնպես իրենք Չիլիի վրա են կենտրոնացել, որտեղ այնտեղ լավ բարենպաստ աստղակլիմայական պայմաններ են։ Իսկ Եվրոպան ինքը գիտեք եղանակային պայմաններով շատ վատ է եւ պատմական աստղադիտարները, որոնք Եվրոպայում կան, չեն էլ գործում առանձնապես։ Փարիզի կենտրոնում օրինակ կա աստղադիտարան 1667 թվականից Փարիզի աստղադիտարանը հայտնի ամենահին աստղադիտարներից մեկն է, որ կառուցվել է։ Բայց դա տնտեսարժան վայր է դառել, չնայած այնտեղ նաեւ գիտական ինստիտուտ կա եւ այնտեղ աշխատում են, բայց դիտումները անում են կամ հեռահար կամ որոշակի աշխատակիցներ Չիլիում են գտնվում, գնում գալիս են այդպես աշխատում են։ Հայաստանը որպեսզի միանա, մենք ժամանակին ուսումնասիրել ենք, մեզնից ուզեցին տարեկան 700,000 եվրո։ Գիտեք, որ Հայաստանը հորիզոն ծրագրին է մասնակցում։ Ես այդ փորձը քննարկեցի մեր կառավարության ներկայացուցիչների հետ, գիտության հարկարանների հետ։ Իրանք ասացին, դե մենք ընդհանուր հորիզոնը ընդհանուր է բոլոր ոլորտների համար, կարողանում ենք դա գոնե վճարել, բայց մենք չենք կարող ամեն ոլորտի համար առանձին մի հատ այդպես միանանք, այդպես խոշոր միջազգային կազմակերպությունների եւս 700,000 եվրո, այսինքն դա հեշտ չէր, չստացվեց ամեն դեպքում համոզել, որ դա արժի։ Թե չէ իհարկե Հայաստանը շատ կշահի, եթե միանա։ Այդ բոլոր խոշոր սարքավորումները, որ կան Չիլիում, հասանելի կդառնան մեզ։ Բարձր մենք էլ կդառնանք երևի միջազգային
աստղագիտական հանրության կարևոր մասը։ Մենք ժամանակին եղել ենք, ես պետք է ասեմ, որ կային զարմանալի խորհրդային միությունը իհարկե դա միայն փոքր Հայաստանը չէր, բայց ունենալով Համբարձումյան, ունենալով Բյուրականի աստղադիտարան, որ կառուցվեց նույնպես Համբարձումյանի ջանքերով, Համբարձումյանի գաղափարներ, մենք կարողանում էինք մրցակցել, որովհետև այն ժամանակ շատ պետություններ չունեին լուրջ աստղագիտություն։ Նախ մի դար որ գնանք հետ, մի դար առաջ, ընդհանրապես պրոֆեսիոնալ աստղագիտություն աշխարհում շատ քիչ էր, հատուկ են տեղերում։ Իսկ նույնիսկ 20-րդ դարի կեսերին շատ եվրոպական պետություններ, զարգացած նույնիսկ երկրներ, չունեին աստղագիտություն։ Մենք նրանցից էինք առաջ։ Հիմա էլի դեպ, եթե չլիներ այդ եվրոպական հարավային աստղադիտարանի այդ մեծ կոնսորցիումը, էլի իրանք առանցին վերցրած այդքան ուժեղ հնարավորություններ չունեն։ Դիտակների առումով մենք հետ չենք մնում։ Իհարկե լավ հարց տվեցիք, որովհետև հենց հետ ենք մնում, այսինքն աստիճանաբար հետ ենք մնում։ Քանի որ մեր դիտակը տեղադրվել է խոշոր դիտակը 2.6 մետրանոց 1975 թվին, եւ այդ ժամանակ ես հետին հաշվարկ եմ կատարել եւ շատ հաճախ ասում եմ դրա մասին, այդ ժամանակ աշխարհի 7-րդ խոշոր դիտակն էր։ Աշխարհի 7-րդ խոշոր դիտակը Հայաստանում էր, պատկերացնեք։ Ну, իհարկե խորհրդային միություններ նորից հիշենք, որ Հայաստանը միայնագույցը չէր կարողանա։ Իսկ հիմա այդ դիտակը 48-րդն է դարել։ Այսինքն աշխարհաբար կառուցել են ավելի խոշորները 3-4 մետրանոց, հետո 6, հետո 8 եւ այլն, հիմա 10, հիմա 39 մետրանոց են կառուցում։ Դիտակի չափը իդեպ տրամագիծն է հայլու։ Ну հիմա խոշոր դիտակները բոլորը հայելային են, առաջ նաեւ ոսպնյակային կային, մի խոսքով օբյեկտիվի տրամագիծն է եւ մերը 2.6 է։ Մերը նույնն է մնացել բնականաբար, իսկ կառուցում են ավելի խոշորներ եւ մերը դարել է 48-րդ աշխարհում։ Բայց մի բան կա, այնուամենայնիվ, մի այսպես յուրահատուկ փաստ կա, որ խոշոր դիտակները պարզվեց, երբ որ ես նայում էի մանրամասն, մեծ մասը արևմտյան կիսագնդում է Ամերիկաներում եւ հյուսիսային եւ հարավային։ Դե հարավայինում Չիլիում հիմնականում, հյուսիսայինում մայրցամաքում էլ կան, Հավայան կղզիներում շատ կան։ Իսկ այս ամբողջ մնացած հատվածում երկրագնդի Ասիա, Եվրոպա, Ավստրալիա, Աֆրիկա, բոլոր իրար հետ վերցրած, մեր դիտակը առայժմ դեռ տասնյակի մեջ է, տասնյակ խոշորների մեջ է։ Այսինքն 38 հատը այնտեղ են, 10-ն են այստեղ 48-ից։ Եվ էլի շանսել ունի որոշակի դեր կատարելու, բայց այստեղ էլ գալիս է երկրորդ հարցը, որ դիտակի վրա պետք է լավ սարքեր։ Դիտակի հնարավորությունները համարյա կրկնակի կարող են լավ կամ վատ լինել, գուցե նույնիսկ եռակի կախված սարքից։ Եթե լավ ժամանակակից թվային սարքեր մենք կարողանանք հայթայթել, իսկ դրանց արժեքներն են շատ բարձր։ Ինչ որտեղ մարդիկ ասում են աստղագիտությունը խոշոր երկրների, հարուստ երկրների մենաշնորհն է։ Այդքան չեմ ուզում այդ մտքին ծառադառնանք, ենթակադառնանք, որովհետև փոքր լինելով էլ հանդերձ մենք այսօր էլ բավական տարբեր ուղղություններով ակտիվություններ ունենք եւ օրինակ տարածաշրջանային կենտրոն ենք, այնուամենայնիվ դեռ կարևոր դեր կարողանում ենք կատարել նույնիսկ այս պայմաններում, որ մեր ֆինանսավորումը, ասենք, ինչ թիվ ասեմ, տասնյակ, շատ քիչ կասեմ, հարյուրավոր եւ երբեմն որոշ երկրների նկատմամբ հազարավոր անգամ ֆինանսավորում պակաս է գիտության, քան ասենք այդ երկրներում։ Բարդ ամեն ինչ դրանից է կախված, սկսած մարդկանց վարձատրելուց, վերջացած սարքավորումներից, չգիտեմ, ամեն ինչ գիտաժողովներ կանցկացնելուց, գործողումներ գնալուց, հյուրեր հրավիրելուց։ Հիմա արաբական երկրները ինչ են անում, մեծ գումարներ են դնում, Չինաստանը էլի դեպ, Չինաստանը նույն քաղաքականություն է։ Հրավիրում են արտասահմանից, կարևոր երկրներից, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, որտեղ շատ զարգացած է աստղագիտությունը, հրավիրում են լավ մասնագետներ։ Երբեմն այնպես են վարձատրում, որ նրանք այնտեղից թողում են իրենց աշխատանքը, գալիս են։ Ես Չինաստանում հանդիպել եմ բազմաթիվ եվրոպացի աստղագետներ հիմնականում։ Ինձ էլ էին հրավիրում։ Ինձ 4 համալսարանից միանգամից հրավեր եկավ այս տարի, ես որ գնացի, 2 անգամ այս տարի մեն Չինաստան եմ գնացել։ Այնքան ակտիվ են իրանք, այնքան են ուզում համագործակցել եւ այնքան բաց են, որ ասում եմ, ես արդեն 7 անգամ եղել եմ Չինաստանում եւ ամեն գնալուց տեսնում եմ տարբերությունը։ Ինչ արագ տեմպերով է զարգանում իրենց մոտ ամեն ինչը, տնտեսությունից սկսած վերջացրած մասնավորապես մեր դեպքում գիտությունը եւ աստղագիտությունը։ Տիեզերական ծրագրերը սկսեցին, Չինաստանը այդ առումով շատ լուրջ ներդրումներ է անում եւ բոլոր պետությունները աշխարհում հասկանում են, որ գիտության շնորհիվ կարող են զարգանալ։
գիտության եւ տեխնոլոգիաների, բայց տեխնոլոգիաները գիտության հետևանք են։ Գիտություն եթե չունի, տեխնոլոգիաներ չեն լինի։ Այդ այսպես շղթան շատ լավ գործն է, որից հետո գնում է արդեն տնտեսություն։ Գիտությունն է, հիմնարար գիտությունն է, հետո կիրառական գիտությունն է, հետո ճարտարագիտությունն է, այսպես ասեմ, տանելով դեպի տեխնոլոգիաներ եւ հետո արդեն դա տնտեսության մեջ ներդրվող բոլոր արդեն պրակտիկ գործնական այդ բաներն են։ Մի հատ բջջային հեռախոս բոլորը որ նայում հիանում են, ինչ որ տեղից է սկսվել որ դա սարքին ոչ ոք չէր կարող վերցնել մի հատ տուփ մեջ ինչ որ մանր մետաղներ կպցներ կամ այսինչ պլատաներ ասել եկեք դարձնենք սա հեռախոս երբեք դա հնարավոր չէր լինի միջև այդ ամբողջ այդ ճանապարհը չանցներ։ Հիշում եմ տարիներ առաջ երբ զրուցում էինք, ասացիք, որ լավ կլիներ, որ դիտակ լինի նաև Արագած լեռան վրա, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն։ Ինչու եւ արդյոք քննարկումներ կան այս առումով։ Քննարկումներ կան, բայց էլի ֆինանսներին է գալիս սպախվում։ Եթե լինի բավականաչափ ֆինանս, մենք կարող կուզենանք գոնե փոքր աստղադիտակ տեղադրենք Արագած լեռան գագաթին։ Այնտեղ բարձր բոլոր առումներով ավելի լավ է, միայն մի քիչ ասում են կամ ցույց են տալիս տվյալներ, որ քամիների առկայությունն է շատ, քամիները խանգարում են սովորաբար, երբ որ մթնոլորտի օդը տատանվում է կամ տուրբուլենցիան է շատ կամ մի խոսքով բոլոր այդ էֆեկտները խանգարում են դիտումներին, բայց ամեն դեպքում տասնյակ անգամ ավելի արդյունավետ կլինի դիտումները, քան մեր բարձրության վրա։ Բյուրական աստղականը շատ բարձր չէ, ընդամենը 1405 մետր է ծովի մակարդակից։ Մեր Երևանում այն ջրվեժի կողմերը կետեր կան, որ ավելի բարձր են, քան նույնիսկ բյուրական աստղայտանը։ Նաև աստղադիտանում ուսումնասիրություններ կատարելու համար խանգարում են գյուղի լույսերը, չէ՞։ Այո, գյուղի լույսերը, շրջակա բոլոր լույսերը, դե Երևանը ընդհանուր ֆոն է ստեղծում, Երևանը ավելի հեռու է, բայց ավելի հզոր է, հետո կան աշտարակը, աշտարակ քաղաքն է ամենամոտիկը, մոտակա բոլոր գյուղերը իրենց ընդհանուր ֆոնով եւ գյուղում նույնիսկ առանցին մեկ վառած լույսն էլ ազդեցություն ունի դիտումների որակի վրա։ Ինչքան մոտիկ, այնքան բնականաբար ազդեցությունը շատ է։ Առաջ կար խորհրդային միության ժամանակ կառավարության կողմից որոշում կար, որ օրինակ բյուրական գյուղում լուսավորություն չլինի։ Առայսօր էլ դե փողոցային լուսավորություն չկա։ Դե հետո չեն էլ ուղղակի կառուցել, տեղադրել, այդպես էլ փողոցային լուսավորություն չկա եւ նույնիսկ տներում երբ որ լույս էին վառում, պետք է վարակույրները քաշեին, փակեին։ Պատշգամբներում լույս վառել չէր կարելի եւ այլն այսպիսի բաներ կային։ Էլ չեմ ասում մեր շրջակայքում տներ կառուցել չէր կարելի մոտիկ։ Իսկ հիմա այդ ամեն ինչը խախտվեց, հիմնականում խախտվեց 90-ական թվականներին եւ արդեն ավերադարձ process է, որ էլ արդեն աստղայտանը չունի այն առավելությունը, որ մեկուսացում, լուսամեկուսացում, այսպես ասեմ։ Իրեն մի հայտնի զվարճալի դեպք պատմեմ, պատերազմի ժամանակ երկրորդ համաշխարհային 1940-ական թվականներին Ամերիկայում վախենալով ճապոնական եւ այլ թշնամիների ավիացիայի հարվածներից գիշերները, օրինակ կոնկրետ Լոս Անջելեսի դեպքն եմ պատմում, հայտարարվում էր, որ պետք է բոլորը վարակույրները փակեն, որ ոչ մի լույս չէր վառում, երևից գիշերը չնկատեն քաղաքները։ Լուսավորություն եթե չլինի, դե լույսերով էին կարողանում այն ժամանակ ֆիքսել, այսօրվա նավիգացիոն մեթոդները չկային, չէ՞, GPS եւ այլն։ Մի խոսքով, եւ Լոս Անջելեսում այդպես մեկուսացնում էին, լուսամեկուսացնում էին, հա, լուսաիզոլյացիա։ Եվ այդ ժամանակ մի աստղագետ կոնկրետ Բադե ազգանունով հայտնագործություն է կատարել, որովհետեւ միջև այդ անընդհատ նա փորձում էր դիտել կոնկրետ Կեպեոս համաստեղությունում աստղեր կան, ցեֆեիդներ, կեպեիդներ են ասում, դրանց ուսումնասիրությունները անընդհատ խափանվում էր, որովհետև չէր բավարարում դիտողական տեխնիկան, այդ լուսավորությունները խանգարում էր։ Երբ որ եղել է լուսամեկուսացում, պատերազմի շնորհիվ աստղագիտական հայտնագործություն են արել։ Այդ տարիներին, այդ օրերին ասեն նպաստավոր դիտումներ են արել ավելի։ Հենց որ իրոք դա կարող է տարբերություն տալ։ Տիեզերքում օրինակ դիտումները շատ ավելի արդյունավետ են տիեզերական դիտակների, բայց ելի հիշենք, որ ասեցի դրա մասին, շատ թանկ են։ Տիեզերական նախագծերը մի քանի տասնյակ անգամ թանկ են եւ ինչքան էլ մարդիկ կան, որ ասում են, ցամաքային աստղագիտությունը արդեն երևի ելպետ չի, մեռնում է եւ այլն, այդպես չէ։ Կա համաշխարհային ստատիստիկա,
տիեզերական դիտակներ ինչքան էլ ունենք, տասնյակներով ունենք իդեպ։ Ես նկատում եմ ոչ երկիր մոլորակ, ոչ միայն Հայաստան, ոչ թե Հայաստան, բոլոր աստղագետները, աստղագիտական հանրությունը տասնյակ տիեզերական դիտակներ ունենք, բայց միևնույն է դա բավարար չի համընդհանուր ուսումնասիրություններ կատարելու համար։ Դրա համար եվրոպացիները այդքան մեծ գումար դրեցին 1.3 միլիարդ եվրո 39 մետրանոց դիտակ կառուցելու։ Նա շուտով է սա 1-2 տարվա մեջ արդեն պետք է տեղադրվի եւ գործի։ Եվ վերջի տարիներն են շատ մեծ պրոյեկտներ են իրականացնում։ Երկրի վրա շատ լավ վայրեր այնուամենայնիվ կան, մեկը դե Չիլիի մասին այդքան խոսեցինք, Չիլիի հյուսիսն է դա, Անդերում, երկրը ընդ որում այնտեղ բարձրությունները ասում են, մինչև ամենաբարձր կետը, որ աստղադիտակ է տեղադրվել, 5100 մետրն է։ Հետո Հավայան կղզիներն եւ Կանարյան կղզիները։ 3 շատ լավ վայր կար եւ 3 խոշորագույն աստղադիտարաններն են դրանք աշխարհի։ Հավայանը հիմնականում ամերիկյան է, թեև բոլորն միջազգային են, այնտեղ միջազգային կա ճապոնական, ֆրանսիական դիտակներ կան։ Կանարյան կղզիները ավելի շատ իսպանական են, դե տարածքով Իսպանիային է պատկանում, բայց այնտեղ սկսեցին նախաձեռնությունը անգլիացի աստղագետները Միացյալ Թագավորության, հետո իտալացիները ունեն, էլի տարբեր եվրոպական երկրներ այնտեղ ունեն դիտակներ, եւ Չիլիին է, որը լրիվ եվրոպական, բայց Չիլիում նաեւ ամերիկացիները ունեն, ու հիմնականում այդ 3 վայրն է։ Բերական այսօր չի կարող մրցակցել այլևս, լինելով մանավանդ Երևանից ոչ շատ հեռու, իհարկե գումարած նաեւ բարձրությունը այդքան շատ չի, բայց ինչ արած, հիմա մենք ինչ ունենք, պետք է առավել արդյունավետ աշխատացնենք, սա է մեր մոտեցումը եւ խնդիրը։ Իդեպ երկրորդ համաշխարհային ժամանակ, որ հայտնագործություններ էին արել, ինչ էին գտել աստղեր։ Գտել էին ցեֆեիդների տարբերությունները, որը թույլ տվեց տիեզերական ամբողջ սանդղակը հետո բանանը շտկել։ Մենք առաջ Հաբլի ստեղծած այդ տիեզերական հեռավորությունների սանդղակը սխալ գիտեինք եւ այդ ժամանակ դրանից հետո նոր կարողացան տիեզերքի ռեալ մասշտաբները հայտնաբերել եւ Անդրոմեդայի գալակտիկայի հեռավորությունը եւ այլն բազմաթիվ այդպես շարան հայտնագործություններ եղան, այնպես որ դա շատ կարևոր փուլ էր մի որոշ ժամանակ Հաբլի հայտնագործությունից հետո մոտ 15 տարի սխալ պատկերացումներ ունեին տիեզերքի մասին, չափերի մասին։ Մեր զրույցը սկսեցինք աստղադիտարանի հետ կապված կարևոր նվաճումների այլն աշխատանքներ, որ կատարել էին այս տարի, դրանցից մեկը աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի աշխատանքն էր, որ 1915 թվականից չլուծված խնդիրը լուծել էր։ Մի փոքր մանրամասնեք ինչ է դա ներկայացնում։ 15 թվականի չլուծած նկատի ունի Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը 15 կամ 16 են ասում, արդեն 16 են ասում, 16-ին է հրապարակվել, Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսություն, կա հատուկ տեսություն, որ 1905 թվականին Էյնշտեյնը հրապարակեց, դա բոլորը գիտեն, որ լույսի արագությունն է ամենամեծ արագությունը եւ այլ, իսկ ընդհանուր տեսությունը մի քիչ նոր պատկերացումներ տվեց տիեզերքի մասին, ընդհանրապես տարածության մասին։ Մասնավորապես Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության մեջ զանգվածներ չկան։ Զանգված ինքը արել տարածության կորացումն է ընդունել հիմքը, որ ամբողջ տարածությունը կորագից է եւ կորությունից կախված արդեն համապատասխան էֆեկտներն են։ Օրինակ, ասենք, կարելի է պատկերացնել, որ եթե ինչ-որ տիեզերական մարմին գալիս է, ընկնում է փոսի մեջ դուրս է գալիս։ Ուրիշ դեպքում, ասենք, այդ զանգվածն է ձգում, իսկ այստեղ արդեն ինքը այդ տարածությունն է կորացել։ Դե զանգվածների շուրջն է հենց տարածության կորացումը տեղի ունենում, դրա համար պայմանականորեն այդպես է ստացվում։ Եվ ընդհանրապես ինչի սկսեցի դրանից տարածության կորացումը այստեղ կարևոր է։ Կորագից տարածության մեջ Ռիմանի տարածությունն է մեր տիեզերքը ընդհանրապես։ Կորագից տարածությունը ցավոք դպրոցներում չեն անցնում, համալսարաններում էլ երևի ոչ բոլոր տեղերում են անցնում, բայց պատկերացրեք այս հատակը ոչ թե հարթ է իրականում, այլ կորություն ունի։ Բայց այդ կորությունը փոքր չափերի մեջ մենք չենք նկատում։ Դրա համար փոքր չափերի մեջ ամեն ինչ բոլոր օրենքները նորմալ գործում են։ Նույնիսկ արեգակնային համակարգի մասշտաբների մեջ մենք չենք նկատում տիեզերքի կորությունը։ Այդ այնքան քիչ է, որ տիեզերքը այնքան մեծ է, օրինակ երկրագունդը, տեսեք, կոր է, չէ՞, բայց փոքր չափերի մեջ ոչ ոք չի նկատում։ Այ օվկիանոսում ծովում դուք կնկատեք, որտեղ գնում է ծովը եւ այսպես վերանում է, ուր է գնում, որտեղ կոր է, եթե ուղիղ լիներ կշարունակեիք դիտել, չէ՞, եթե ասենք լավ եղանակային պայմաններ են։
Հիմա գոյակից տարածությունում որոշ շեղումներ, որոշ սխալներ են դիտվում արագությունների եւ որոշ հաշվարկներ բերում են նրան, որ արագությունները լույսի արագությունից մեծ են ստացվում։ Ունդեղ տարբեր մետրիկաների մասին է խոսում, իհարկե տարբեր մետրիկաների մասին է խոսքը գնում, մի քիչ բարդ հարց է, որտեղ տարբեր մոտեցումներ կան, բայց եթե շատ կարճ ներկայացնեմ, արագությունները ստացվում էին լույսի արագությունից մեծ։ Այս է խնդիրը, որ երկար տարիներ լուծումը չկար։ Գագիկ Տեր-Ղազարյանը մշակել է իր տարածության պատկերացումը, որտեղ առանցին հատվածներով է ինքը դա դիտարկում եւ այն մարմնի շարժումը, որտեղ արդեն կինետիկ արագությունը, կինետիկականը դա ռեալ ֆիզիկական տեղափոխության արագություն է։ Երբեք լույսի արագությունից չի գերազանցում։ Այդ դա ինքը կարողանում է հիմա հիմնավորել, որը եւ բոլորը սպասում են, որ այդպես պետք է լինի, որտեղ այլապես ամբողջ տեսությունն է փլուզվում, եթե լույսի արագությունից մեծ։ Լույսի արագությունից մեծ արագություններ կան թվացial այլ հաշվարկներով, որ դուրս են բերվում, ստացվում են, բայց ոչ կինետիկական, ոչ ռեալ մարմնի շարժումը։ Իր մոտ այդ խնդիրն է, որ ինքը հրատարակել է գրավիտացիա եւ տիեզերաբանություն, gravitation and cosmology ամսագրում 1.5 տարի առաջ մոտորապես, եւ դա այո կարևոր հայտնագործություններից մեկն էր։ Մեր աստղայտանի դեպ շարունակում է այսօր էլ բազմաթիվ հայտնագործություններ ունենալ, եթե շարունակելով միտքս ասեմ, մենք հայտնաբերում ենք անկայուն աստղեր եւ ակտիվ գալակտիկաներ շատ, տասնյակներով ու հարյուրներով եւ նույնիսկ հազարավոր ունենք արդեն հայտնաբերած եւ ամեն տարի բյուրական աստղայտան որևէ հայտնագործություն կա եւ ինտենսիվ աշխատում են խմբեր, դա Համբարձումյանի դրած թեմաներն են իդեպ, նա դեռ 40-ական թվականներից 50-ականներից արդեն 47-ին հայտնաբերեց աստղասփյուռները եւ առաջ քաշեց 50-ականների կեսերին գալակտիկաների ակտիվության գաղափարը եւ այդ թեմայով իդեպ աշխարհում չկա մի լուրջ աստղայտան, որ այդ թեմայով չզբաղվի։ Համբարձումյանի առաջադրած թեմայով բնականաբար բյուրական աստղայտանն զբաղվել է բոլոր այս տասնամյակների ընթացքում եւ հիմա շարունակում ենք։ Եվ էլի լավ, ես կարող եմ ասել, որ բոլորովին վերջերս, ընդամենը մոտ 1 ամիս առաջ ակադեմիայի մրցանակներից մեկը ֆիզիկայի եւ տեխնիկայի գիտությունների հիմնարար ուսումնասիրությունների ոլորտում մրցանակը ստացան մեր աստղագետները Տիգրան Մաղաքյանը եւ Տիգրան Մովսիսյանը, նույնպես լավ հաջողություն է, որտեղ ֆիզիկան շատ ծավալուն է, շատ մեծ է եւ շատ լավ ֆիզիկոսներ ունենք մենք Հայաստանում եւ եթե ֆիզիկայի մրցանակը ստանում են աստղագետները, դա արդեն լավ չափանիշ է։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։